ես կուզենայի մենք շարունակենք իրականում այդ քաղաքական հալածանքների թեման, ես հասկանում եմ, որ շատ ծանր թեմա է, ամեն օր մենք արթնանում ենք այս թեմայի մեջ, բայց մենք տասնյակ քաղաքական բանտարկյալներ ունենք Հայաստանում։ Եվ այդ մարդկանց թիվը 50-ից ավել է, իրենց խեղված ճակատագրերով, մարդիկ, ովքեր փորձել են ամեն ինչով օգտակար լինել մեր հասարակությանն ու պետությանը, վերջի վերջո քաղաքական բանտարկյալը իր համար որևէ գործողություն չի արել։ Մեր դատապարտված սրբազանները կամ կալանքի տակ գտնվող հետապնդումների տակ գտնվող սրբազանները ինչի համար էին պայքարում եւ ինչի համար են պայքարում։ Մեր իրավունքների, հայրենիքի, հարատեվության, հայոց պատմության գոյության, Արարատին նայելու իրավունքի համար էին պայքարում։ Եկեղեցուց Հայաստանի Հանրապետությունում կա արդեն հայ առաքելական եկեղեցուց քաղաքական բանտարկյալ։ Մենք սրա մասին պիտի խոսենք։ Մենք հասել ենք նրան, որ քարոզարշավի ընթացքում Նիկոլի առաջ հանդիպած քաղաքացին, որը ընդհանրապես իրավունք ունի հայտնելու իր կարծիքը քարոզարշավի այս կամ այն փուլի վերաբերյալ կամ այս կամ այն մասնակցի վերաբերյալ, ուղղակի հայտնվում է քաղաքական հետապնդումների ներքո բանտում, իսկ լավագույն դեպքում ուղղակի հոգեբանական ու ֆիզիկական բռնության է ենթարկվում հենց իշխանության կողմից հենց այդ պահի դրությամբ։ Այսինքն կին քաղաքական բանտարկյալներ ունենք, մենք անչափահաս քաղաքական բանտարկյալ ենք ունեցել, դպրոցական, ով գնացել էր ընդհանրապես մասնակցելու պատարագի, Նիկոլը որոշել էր գալ այդտեղ, հենց իր սատանայությունը անել այդտեղ ու եղբայրներին արդեն տարավ կալանքի հասցրեց կալանքի։ Ուզում ասեմ Հայաստանի Հանրապետությունում որևէ շերտ չկա քաղաքացիների, որը ապահովագրված լինի այս հետապնդումներից։ Հետևաբար մենք յուրաքանչյուր քաղաքական բանտարկյալի խնդրեմը պիտի համարենք մեր խնդրեմը, այդ մարդկանց մասին մոռանալ չի կարելի։ Ես շատ լավ հասկանում եմ, որ շատ շատերը իրենց անունները չգիտեն, բայց այն աշխատանքը, որ իրենք արել են, հավատացեք, արել են յուրաքանչյուրիս համար եւ յուրաքանչյուրիդ համար այդտեղ նստած։ Ես ավելին կարծում եմ, որ ցավոք սրտի սա ուղղակի ողբերգության այն բարձրաստիճան մակարդակն է, որ հենց հայ առաքելական եկեղեցին է որպես այդպիսին հանդիսանում քաղբանտարկյալի կարգավիճակում, որովհետև չմոռանանք, որ հենց ՔՊ-ի նախընտրական ծրագրի մեջ կոնկրետ կետ կա հայ առաքելական եկեղեցու առումով, հետևաբար այն գործողությունները, որը պատրաստվում է իրականացնել հենց այս պահի դրությամբ իշխող ուժը ըստ էության ոտնահարում է եւ քաղաքական հալածանքների է ենթարկում մի ողջ կառույցի, որը պատմականորեն պահել է մեր ողջ ինքնությունը։ Մենք չենք ունեցել պետականություն ինչ որ ընթացքում, բայց ունեցել ենք հայ առաքելական եկեղեցի, որը պահպանել է մեր լեզուն, մեր ինքնությունը եւ մեր պատմությունը, որը իհարկե այսօր փորձում է աղավաղել հենց նույն ոչ միայն պատժելի է քաղաքական ակտիվությունը, եթե մենք կարող ենք խոսել քաղաքական կուսակցությունների եւ այդ կուսակցությունների անդամների նկատմամբ հետապնդումներից, օրինակ, չգիտեմ, Դավիթ Համբարձումյանը հայտ է ներկայացրել լինելու վարչապետի թեկնածու, հետեւաբար իրեն պիտի ապօրինաբար կալանավորեն ուղակի ու ինչքան հնարավոր է երկար պահեն ուղակի կալանքի տակ, մեզ համար հիմա արդեն հասկանալի է, որ նաեւ հավատքն է այստեղ մեր պետությունում պատժելի է, այսինքն միայն քաղաքական կուսակցությունները չեն։ Ու վերջերս մի երկու ամիսների ընթացքում էլ այս քարոզարշավի ընթացքում շատ այս քաղաքական հետապնդումների լկտիության աստիճանն է, էլի անգամ ցանկացած սարքած ձայնագրություն ամբողջությամբ այդ իրավապահ համակարգը արդեն վերածվել է ինչ որ բանի մոնտաժի կամ ինչ որ ռեժիսորների երևի ակումբ է այնտեղ դարձրել։ Նիկոլը հրահանգում է թե ով ինչ պիտի խոսի, ոնց պիտի մոնտաժվի դա, ում վրա պիտի կարվի այդ մոնտաժը եւ մարդիկ հիմա ուղակի տասնյակներով նստած են այն քաղաքական կուսակցություններից, ովքեր որ մասնակցել են ընտրություններին, ունենալով ընդհանրապես մեկ շատ նորմալ, շատ ազնիվ եւ օրինաչափ հնարավորություն ու պահանջ ուղղակի մասնակցելու ընտրություններին եւ փոխելու այդ ընտրությունների միջոցով իշխանությունը։ Հետեւաբար եւս մեկ անգամ մեր բոլոր քաղաքական բանտարկյալներին սատարում է մեր իրենց։